Ողջույն ու բարև սիրելի հեռուստադիտող, կրկին ու նորից նոր Հայաստան հեռուստաընկերությունն է քո հեռուստաեթերային ուղեկիցը, դու միացել ես ճանապարհորդական մեր երթուղուն Face Control-ի եւ ճանապարհները մեզ բերեցին Արագածի լանջերը, որտեղ գտնվում է այս գողտրիկ գյուղը, Բյուրականը։ Իսկ Բյուրականը այդ սովորական գյուղ չի։ Այդ նման է դասագրքի, հասկանում եք, այդ դասագիրքը պետք է շատ մանրակրկիտ ուսումնասիրել ու ընթերցել։ Առաջարկում եմ ծանոթանալ նորահայտ ու նորաստեղծ ինֆրաստրուկտուրաներին, այսինքն կարգավորել հյուրանոցի հարցերը։ Նոր հյուրանոց ենք գնալու եւ համոզված եմ, որ այն ձեզ անպայմանորեն դուր կգա։ Ինչու՞։ Որովհետեւ աչքի են կնում իր օրիգինալությամբ եւ ճարտարապետական լուծումներով։ Գնացինք։ Դռներից այն կողմ մեզ սպասվում է լաքժերի հանգիստ։ Բյուրականը այն վայրերից է, որտեղ ընտանեկան, ընկերական հանգիստ ու արկածներ կգտնես, որովհետև այս բնությունը եւ լեռնային լռությունը ստրեսից դուրս գալու ամենաիդեալական տարբերակն է։ Շատո հյուրանոց, բարի գալուստ, աստղերի աշխարհ։ Ես ինձ նկատի չունեմ։ Նկատի ունեմ այն, որ մենք գտնվում ենք հիմա 1400 եւ ավել մետր բարձրության վրա։ Ողջույն Մանուկ։ Ողջույն, բարի գալուս Շատո Բյուրական, ուրախ ենք, որ ընտրել եք մեզ եւ ձեր հանգիստը անցկացնելու եք մեզ մոտ։ Մենք առաջինն ենք, թե առաջիններից ենք։ Դուք առաջին եւ պատվավոր հյուրն եք մեզ մոտ։ Շատ ուրախ ենք, որ այստեղ եք։ Ես ձեզ առաջարկում եմ մեր երկու լյուքս դասի սենյակները, շքեղ։ Շքեղը հնչում է։ Այո։ Որ հարկ ենք բարձրանում։ Մենք բարձրանում ենք Շատո Բյուրականի 4-րդ հարկ։ Դիզայնը արդեն դուրս գալիս է։ Իսկ ընդհանուր հյուրանոցը քանի սենյակ ունի։ Մեր հյուրանոցը ունի 7 սենյակ։ Համեցեք։ 2 լյուքս, հա։ Այո, 2 լյուքս, 2 դելյուքս եւ 2 ստանդարտ սենյակներ։ Ընտրեմ, մենք 4-րդ հարկում ենք։ Ահա ձեր համարը, մաղթում եմ ձեզ հաճելի հանգիստ Շատոյում։ 306։ Ով կա։ Ով պետք է լինի։ Yes։ Замок открыт. Спасибо. Вау. Замок закрыт. Понятно. Լսի, ինձ քիչ էս ամենը սկսում է դուր գալ։ Շատոն մեզ երես է տալիս, բայց պետք չի դրանից առթավորվել։ Այս թեք առաստաղները իմ թուլությունն է։ Նո, համաձայնեք ինձ հետ։ Այդ տպավորությունն է, որ դու լեռներում ես, որ դու բնության գրկում ես, դեռ։ Ես տեսարանների մասին եմ, որ համեստորեն լռում եմ։ Երկտեղանոց հսկայական մահճակալ, բարձերի քանակը 3-ն են, 2 դեկորատիվ, տեսքը ամբողջացնելու համար եւ մեկը արդեն հանգիստ քնելու համար։ Եկեք խոսենք մի փոքր լուսավորությունից։ Որ շատ մեղմ հասկանում եք, կապույտ կանաչ։ Ռուսը լավ խոսք ունի, ասում է мелочь, но так приятно։ Կարող եք դες մի փոքր երես տալ մագիայով։ Ու իմ, ինչպես նաև ձեր, անփոխարինելի անձեռոցիկները soft papyrus-ից համերաշխ փոխհարաբերություններ բնության հետ։ Ինչու՞, որովհետև բամբուկից է, ժամանակի շունչը պապիրուսի որակով։ Կօգտագործենք հեռակառավարման վահանակներ, հասկանալի է, այս ինչու։ Ալավելա։ Խառնվել եմ իրար, լսի, այս սովորական պլազմային հեռուստացույց է, իսկ սա սովորական չի, այս բնական է, տեսարանը ու ամեն ինչ հասկանում եք, ու արհեստական ոչինչ չկա, տես ինչ, գեղարվեստական կադր ես, Մերլին Մոնրո, գժվեցի, մի անգամի, ֆանտաստիկ, բոմբաստիկ,
Բոմբաստիկն էլ բարիս ուղիղ իմաստով, ֆանտաստիկն էլ բարիս լայն իմաստով։ Ու այս ամենը իմն է։ Իմը հերադիտակներ ունենք։ Ինչ որ մեկի տներն եմ տեսնում։ Այս կողմ պետք է գամ ոնց որ որպեսզի տեսնեմ տեղերի վանական համալիրը։ Տեսա։ Չֆիքսեցիր։ Վեճը չդնես։ Դրոն ունես, դրոնդ բաց թող, ես էլ իմ ֆիքսած կադրերը վայելեմ։ Գմբեթները։ Ճոճաթորներ եւս ունենք, աստղազարդ երկնքի, արևայրուքի, ինչպես նաև չկրկնվող մայրամուտների համար նախատեսված։ Ճոճվի ու վայելի ու ճոճվի։ Մեկ այնքան կարևոր է գիտակցել են փաստը, որ դու այս բնության մի մաս ես կազմում։ Ճիշտ է, շատ փոքր, բայց մի մաս ես կազմում։ Ու այստեղից հետևություն։ Այս բնությունը աղտոտել չի կարելի, որպեսզի վայելես այս տեսարանները մաքրամաքուր ու գեղեցիկ։ Զննենք մի քանինեյով սանհանգույցը։ Բայց այս process-ը դուրս եկավ, սպասի փակեմ։ Այս էլ մեր սանհանգույցը լավն է, բայց կոնտրաստային է, հասկանում եք։ Դոմինանտ է այս սև գույնը, ինչը մի տեսակ տենց հարստություն է հաղորդում։ Լյուքսի համար շատ փոքր է, ստանդարտի համար իդեալական է։ Այստեղ գալուց թերթեք Face Control-ի YouTube-յան էպիզոդները, գտեք շատո բյուրական ու տեսեք ռումտուր։ Հյուրանոցի պայմանները գոհացրին, ինչ խոսք, բայց եկեք ճամփորդենք բյուրականով։ Zipline մեր ճամփորդական երթուղիների ժամանակ եղել է։ Այս տեղանքում նկարահանումներ արել ենք ձմռանը, բայց այս սեզոնին գույները լրիվ ուրիշ են։ Կանաչի մեջ է ձորը, այն ժամանակ սպիտակի ու ոսկե գույնի։ Բառն ինքնին ստիպում է, որպեսզի սիրտդ շատ արագ աշխատի։ Մարմինդ լցվում է անասելի սպասումով, բայց կա նաև թեթև վախի զգացում, մանավանդ այն ժամանակ, երբ կանգնում ես անդունդի եզրին։ Մի պահ տենց մտածում ես, լավ ինչ եմ անում։ Բա պետք է, բրատ, իհարկե պետք է։ Այսօր ամսի 11-ը 11-ը 09 2025-ը դեռ 2025 ժամը 13:00 գնանք։ Ահա, անվտանգությունը առաջնահերթ։ Փաստորեն մենք ստորագրեցինք ինչ, Սամվել։ Անվտանգության կանոնների մասին համաձայնագիր, որտեղ նշվում է այն ամեն ինչ արգելվում է, որը անկախ ամենից մենք ձեզ տեղում ներկայացնելու ենք։ Ու որ դուք այդ պատասխանատու չեք իմ համար։ Իհարկե։ Դուք հիմա հասկանում եք, չէ՞։ Դուք ձեր կյանքը վստահում եք այս պարանին։ Այս հուսալի Կամ պարաններին։ պարաններին, հա, այս տարբերակում։ Իսկ եթե վիճակագրական տենց հարցում անցկացնենք, ավելի շատ վախկոտներն են, թե խիզախներն են գալիս ձեր մոտ։ Օ, ավելի շատ վախերը հաղթահարողներ են գալիս մեր մոտ։ Ահա։ Ես հիմա որ կատեգորիան եմ։ Դուք վերապրում եք ձեր էմոցիաները։ Մեկը նույն զգացողություններն է, բերանը չորացել է, մի թեթև վախ բոլոր դեպքերում կա, թեկուզ վերհիշելուց։ Ամեն ինչ ավտոմատացված է, դուք ոչ մի չեք անում թռիչքի ժամանակ։ Ուղղակի հիշում եք, որ վերջնագետում տորմուզ համակարգ լինելու, արգելակման համակարգ, որ արգելակելու է ձեզ տեղ չհասած Ավտոմատ 20 մետրի վրա օդում։ Մեր այդ ժամանակ ինչ որ կտրուկ փոքր հարված է լինելու եւ վերջ։ Այսքան բան։ Հիմա նստեք։ Գնացինք։ Հարմար է։ Ինձ թվում է, հա։ Հա, գնացինք։ Is it?
Տեսեք։ Ոնց որ 50 գծած ես։ Այդ այնց զգացողությունն է։ Մեկ էլ գիտես ինչ են որ քամին փչում է, հրավիրում է քեզ բարի, այդ այնց բնության հետ։ Հավես համադրություններ դուրս եկավ շատ։ Ուզում եմ ճիշտ հասկանաք, նենց տպավորություն չլինի, որ ես եթերում համոզում եմ ձեզ սիրելի հեռուստադիտող ու տուրիստ արկածասեր, որ գաք թրջեք Քավլիցի։ Ես ուզում եմ, որպեսզի յուրաքանչյուրդ այդ պահը զգաք, որ ասեմ ինքը երկարատևում սուտ կլինի, իսկ ես չեմ սիրում եթերից ձեզ ստեմ։ Րոպեների ընթացքում քամին, արագությունը, սառը օդը, ասենց քո զգացողությունների հետ միահյուսվում են, խառնվում են իրար ու ստեղծում են այդ ատմոսֆերան, այդ կոլորիտը, ու դու զգում ես, որ դու թռչում ես, նմանվում ես թռչունի։ Ու ճիշտ էի ասում թռիչքից առաջ, որ բերանը չորանում է այդ թեթև վախի զգացողությունից, բայց դա իջիկ վերանում է մոտավորապես ճանապարհի կեսին։ Իսկ երբ դու հասկանում ես, որ դու ճախրում ես երկնքում, արդեն ավտոմատ արգելակն է աշխատում ու թռիչքդ վերջացավ։ Հիմա ես ուզում եմ այդ ադրենալինը կրկնապատկեմ ու վայելեմ սերով սուրճը, ժողովրդի լեզվով ասած կաթով սուրճը ու անպայման խորհուրդ եմ տալիս օգտագործել սառը վիճակում, քանի դեռ հնարավորությունը կա մինչ սեզոնի ավարտը։ Ոայ ջան, պահը վայելեցիր, առաջարկում եմ այդ վայելքները շարունակական լինեն Rio Grande-ի հետ։ Դե եղանակը փորձում է խանգարել մեզ, բայց մենք դեռ այն պտուղն ենք։ Շարունակվում է մեր երթուղին Բյուրականում եւ ես առաջարկում եմ ձեզ սիրելի հեռուստադիտող եւ տուրիստ ձեր ճանապարհորդական ընթացքի մեջ մտցնել նաեւ Բյուրականի Կիրակնորիա դպրոցը 1874 թվականից ծաղկուն կենսագրություն է ունեցել այս դպրոցը։ Գիտեք ինչ մեծամեծեր են այստեղ սովորել, ինչ մեծամեծեր են այստեղ դասավանդել։ Սրա մասին մանրամասն մեզ կներկայացնի Տեր Վրթանեսը, ում հետ նախապես ձեռք ենք բերել պայմանավորվածություն։ Եթե ձեր մեջ էլ ցանկություն կառաջանա գալ ու տեսնել այս շքեղագույն կառույցը, նախապես պետք է ձեռք բերել պայմանավորվածություն։ Տեր Վրթանես ջան, բարի ողջույն։ Բարով եք եկել, ուրախ եմ, որ եկել եք։ Ոնց եք։ Հրաշալի, լավ, շատ ուրախ եմ, որ իմացա այս կարևոր կառույցը ուզում եք լուսաբանեք եւ ծանոթացնեք մարդկանց։ Գևորգ 4-րդ կաթողիկոսն է կառուցել 1874 թվականին։ Այստեղ բավական նշանավոր մարդիկ են ապրել, Ղրիմյան հայրիկն է այստեղ ապրել, Կոմիտաս վարդապետը։ Ապահովա ներս։ Ահա, իհարկե։ Համեցեք։ Ներսում ինքը նախնական վիճակ է, պատերի քարերը, կամարները, այս հատվածում ասում են հենց կաթողիկոսական հարկաբաժինն է եղել, այս առանձնացված է, ինքը նաև այն երկրորդ հարկ բարձանալու գաղտնի մուտք ունի, որ ներսից կա վերևում չեք տեսնի։ Նամության հոտը գալիս է։ Հա դա ինքը կիսագետնահարկ են հայկական տների ձևն է, բաց խոտ չի արվում։ Իսկ քարի հետ փայտ օգտագործել են Տեր Վրթանես։ Հա, փայտեր ուղղակի լուսամուտները փոխած այլի ջարդած փտած վիճակ էր։ Թեմը վերցնելուց հետո նոր լուսամուտներ ադրել, դրանք էլ կարան այդ խոնավությունը պահեն, էլի։ Ստե ոսկի են մանեկել, դրա համար այս հատակները քանդած։ Ինքը բնական քանդված չի։ Դրանք են արել։ Վարսից շահը մտնում է մայրաթոր, ասում է ձեզնից ով կա համաձայնվի մեր կրոնը ընդունվի։ Մի հատ երիտասարդ վարդապետ
հետ ասում է ես կհամաձայնվեմ։ Կաթողիկոսը ասում է ինձ 3 օր ժամանակ դուր ես քո հարցիդ պատասխանեմ։ Խի սենց մեկը ինձ սենց դավաճանեց։ Մի 40 վարդապետի ասում է գնացեք աղոթեք ու այս հարցի պատասխանը Աստծուց ստացեք։ Սրանք գնում են աղոթում են Աստված Սուրբ Հոգով սրանց պատասխանը տալիս է։ Բարձում է փախի ժամանակ այս վարդապետի մորը Պարսիկը բռնաբարել է։ Ու ինքը զտարյուն հայ չի։ Հիմա ցավոք սրտի մեր հասարակության մեջ էլ այն դավաճանների, որ կենսագրությունը փորփրում ես, բարձում է 37 թվերին այն հալածանքի ընթացքում, որ անանուն նամակներ էին գրում, հայրենակիցներին վաճառում էին, այդ բոլորի կուտակված հետևանքներն է։ Հետաքրքիր բան ասեմ, ինձ ասացին, որ Կոմիտաս վարդապետը Սոնայարը, Չինարես այս Չինարի ծառերից է ներշնչվել գրել, Սոնայարը, այո, այստեղ է ստեղծագործել, ես մի փոքր ուսումնասիրեցի եւ բարձվեց Կոմիտասը 1899-ից մինչեւ 1907 թվականը ամենաշատ ստեղծագործած իր տարիներն է եղել եւ ինքը մոտ 3000 երաժշտություն է մշակել այդ ընթացքում, որից ուղիղ մոտ 1000-ը յուրական։ Ոմանք ենթադրում են, որ Կոմիտասի սենյակը հենց այս սենյակն է եղել։ Նախտական վիճակ է, էլի առաստաղների բանի ու սպիտակացրած է եղել գրով, էդի մաքրվել է։ Այդտեղ պատի մեջ կառավարանի նման տեղ եղած լինի կամ պահելու տեղ։ Կարծում եմ ստեղ ինչ որ արժեքավոր։ Այո, իրանք մագաղատներ էստեղ պահած կլինեն, եկեղեցական սպասքներ, հագուստներ, սկիհներ, մեռոնաթաղ խաղավնիներ, խաչեր, արժեքավոր իրեր ու առարկաներ էլ կլինեին, բայց հիմա արժեքավոր է այս կառույցի այս նախնական իր պահպանված վիճակը։ Ինքը առհասարակ արժեք է։ Բացառիկ ես կասեմ։ Ասում եմ, ինչ լավ թեմաներից խոսեցինք ու եղանակը մի անգամ։ Այո, ինքը փոփոխական եղանակ ունի, որտեղ Արագած լեռան բավական բարձր հատվածում են, Քարաֆարևելյան միջին հատվածներում ենք լեռան։ Այնքան սիրուն բազրիկներ երևի ունեցած կլինի այս սանդուղքը։ Դա հետագայում արվել։ Այդ ձևի բաները նուրբ են լինում, չեն դիմանում, ցուցանակա նույնիսկ եղել։ Կարան բարձրանան։ Հա։ Ցուցանակը կոտրել են էլի յուրացման նպատակով, փորձել են սեփականաշնորհեն, որ եկեղեցու կողմից եւ կաթողիկոսի կողմից է սարքված այդ ցուցանակի տեղն էլ կա, այն կողմը, բայց կոտրված է։ Օրինակ դպրոց եղած ժամանակ այս սենյակներից մեկը որպես դպրոցի դահլիճ է օգտագործվել, շատ գեղեցիկ ձևավորում ունի պատերի։ Միջոցառումներ են կազմակերպվել։ Հա, այս հանդիսությունների սրահն է եղել։ Այս գիպս Ինքը դպրոցի ժամանակ հավանաբար դպրոցի դահլիճն է եղել, նաև նստավար եղած ժամանակ էլ հանդիսությունների դահլիճի եղած սենյակն է, այստեղ հիմա որ մտանք։ Աստորեն այս երկրորդ շերտն է, այո, երկրորդ շերտն է, տակից երևում է ավելի նախնական շերտը, ծեփել են երեսից։ Նախնական շերտը հավանաբար քայքայված է եղել դպրոց ժամանակ։ Ես չգիտեմ ինչ տեսակ շնորհակալություն հայտնեմ ձեզ։ Մենք ենք շնորհակալ, որ եկել եք, որ հնարավորություն ընձեռեց։ Ինքը բաց է եւ լրատվամիջոցների եւ այցելուների բոլորի առջև բաց է, ինքը փակ չէ։ Մեր ճամփորդությունը շարունակվում է եւ Բյուրականից եկանք Ուջան, մոտավորապես 20-25 րոպե։ Քանի որ ես պապա եմ, ես փորձում եմ մեր ճանապարհորդական երթուղիների մեջ ներառել նաեւ ընտանեկան կամ ընկերական հավաքների ժամանցի տեսակները եւ առաջարկում եմ կոնտակտային եւ ոչ միայն կենթանաբանական այգի մինի։ Այստեղ կգտնեք սկյուրիկներ, թռչող եւ ոչ միայն, ոզնիներ, կարմիր գրքում գրանցված եւ ոչ միայն, ինչպես նաեւ այլ կենթանիներ։ Հիմա նրանց հետ քիչ-քիչ կծանոթանանք։ Ասեք, որ շատրվանը ջրային գեղեցիկ է։
Ու եթե ձեր ձագուկները կամ ճուտիկ-պուտիկները սիրում են կոնտակտի մեջ մտնեն կենդանիների հետ, պատրաստ եղեք մուտքավճարի, ընդամենը 1000 դրամ։ Իսկ եթե ուղակի կողքից նայելու եք, մուտքավճար չկա։ Ենոտներ կամ ջրարջեր, լսի ինչ նուրբ է հպվում, հարի։ Համովա չէ, ասա, այս դրական լիցքեր են, շփում է կենդանիների հետ, որ անբացատրելի է մանավանդ, երբ բարի գործ ես անում, կերակրում ես։ Քոննա, հեսա իլ եմ տալիս, ար, հեսա, արի, հեսա, հեսի, բայց ես մեկը մի քիչ ագրեսիվ է, կամ էլ շատ կաղցած է։ Այգու այս հատվածում խլահավեր, ֆազաններ և սիրամարգեր, ես ինչ սիրուն զարդանախշեր ունեն։ Ես ենքան ուրախանում եմ, որ ընտանեկան ժամանցի այս ճյուղը շատ արագ քայլերով զարգանում է Հայաստանում, որովհետև ընտանիքով գալ հանգստի ու երբ գիտես, որ երեխատ էմոցիոնալ առումով ստանում է այդ պաշարը, այդ ֆանտաստիկա է, իսկ լայն ականջը գրանցված է կարմիր գրքում, տեսեք ականջները առանձնանում է սովորական ոզնիներից ավելի տենց ազնվարյուն, զտարյուն տեսք ունի։ Ասում եմ ինչ լավ է, չէ, յուրաքանչյուրը ունի իր առանձնատունը, տանիքը նոր վերանորոգված, խաղահրապարակ տորանցին պատշգամբի տեսքով, դուրս եկեք ոզնիներ, ես էլ սովորական տեսակն է, ոյ, գորշուր գնացիք, սկյուր, բայց ուրիշ սկյուր, թրջող, ինչ սիրուն շարժու ձև ունեն, լսի, բարև ծովախոզուկներ, տես, սպարողական զամբյուղիցը ճիշտ է, բացակայում է 1000 դրամ, բայց էմոցիաներդ ու տպավորություններդ ամբողջ կյանքի համար են։ Ես առաջարկում եմ չընկնել սար ու ձոր և սնվել հենց ոզնիների այգում։ Նախ այն պատճառով, որ տաղավարները բազմազան են և փակոթյա և բացոթյա, իսկ խոհանոցն էլ աչքի է ընկնում ուրույն համովությամբ։ Այն որ Արագածոտնի մարզը անկեղծ երես է տալիս ու դա ինձ կամաց սկսում է դուր գալ արքայական տրապիզ։ Ամեն ինչ հարկավոր է ինձ առաջիկա րոպեներին երջանիկ լինելու համար, իսկ ես սաստիկ քաղցած եմ։ Սկսենք մեզ երես տալ Thai beef-ով, ինչը համարվում է ֆիրմային աղցան, տարատեսակ, բազմագույն բուլղարական պղպեղներ, փապկամիս։ Շեֆ խոհարարին հարցնում եմ, ասում եմ, այս սոուսի գաղտնիքը կասեք, ասում է, չէ, դզեից։ Սահելով անցում են կատարում մեր հաղորդման գործընկերոջը, Զանգեզուրի թրջնա ֆաբրիկային խոհանոցում օգտագործել են թրջնի թոք, սիրտ ու քարաճիկ, բայց այդ ավանդական ձևով չեն պատրաստել, ինչ որ շեֆ խոհարարը ասես թարս է բռնել ականջը ու հիմնականում ինքը համարվում է սառխորտիկ, ցանկալի է այն օգտագործել գարեջրի հետ, սոուսը գողանամ ու միանգամից բերանի ապարատ։ Մենք պոչի խաշլամա փորձել ենք Շիրակի մարզում, բայց աղվանական կաթսայի մեջ եփված դեռ ոչ։
Ինձ թվում է գաղտնիք չի, որ խաշլամայի ուտելու process-ը սկսվում է այս կերպ։ Գիտեք, երբ բարդ նախադասություն ես կազմում, փորձում ես ստորակետներով անջատել։ Այս տարբերակում ստորակետներ պետք չեն։ Այստեղ են ասել ու ջան։ Ու մեր տրապիզը եզրափակում ենք այս շքեղ փակ տակու տեստով գառան ազդեր ամբողջությամբ մցրել են ջեռոց, բանջարեղեն էլ կա, փորձում եմ հիշել։ Սոուսը սերուցքային, այս իմ համար կոնկրետ բացահայտում էր։ Քիչ հետո կմիանան մեր ընկերները այս խրախճանքին, իսկապես էլ խրախճանք է։ Ու ես ուզում եմ, որպեսզի դրսից Հայաստան եկած ձեր հյուրերին իսկապես էլ զարմացնեք, որովհետև այս ոչ թե ռեստորանը, այգին իրանից ներկայացնում է կոմպլեքս ու մի քանի օժանդակ կառույցներ, որոնք հենց այս համալիրում են։ Կենթանաբանական այգի, բացօթյա տաղավարներով լուսանկարվելու համար լիքը տեղեր կան, ինչպես նաև շատ շուտով կլինի լավաշաթխման կամ գաթայաթխման, հացաթխման մաստեր կլաս։ Գլխավոր ճանապարհով որ անցնեք, անպայման ուշադրություն դարձրեք։ Ինչ է ուզում ձեզ ցույց տալ։ Տեղական կոմպոտ ու շատ սառը, թող համապակաս լինի ձեր սեղանից։ Ռեհան, ցիտրուս, նանա, այս գունաշատ նոտայի վրա մաղթում եմ ձեզ բարի գիշեր ու անուշ երազներ, կհանդիպենք վաղը առավոտյան եւ նախաճաշի սեղանի շուրջ կքննարկենք մեր երկրորդ ճանապարհորդական օրվա անելիքները։ Բարի գիշեր։ Գազավորված է։ Բարի առավոտ։ Լավ է, չէ՞։ Սենյակիցդ մի անգամից դուրս ես գալիս նախաճաշելու։ Էլ չես իջնում ներքև, բարձրանում վերև, շվեդական սեղան։ Հիշեցնեմ, սիրելի տուրիստ, որ քո վճարած սենյակի գումարի մեջ մտնում է նախաճաշը։ Այսինքն հավելյալ վճար պետք չէ նախաճաշի համար։ Ավելին, եթե վերցնում ես լյուքս դասի սենյակ, ոնց որ մենք ենք վերցրել, եւ նախաճաշում ես եւ ընտրում ես, բնականաբար օգտվում ես նաեւ մի շարք ծառայություններից։ Անվճար։ Ու անձեռոցիկ։ Հասկանում եք, չէ՞, իմ նախաճաշը առանձնանում է ոչ միայն նրանով, որ գյուղական մթերք է իմ ափսեի մեջ, այլ նաեւ նրանով, որ իմ դիմաց բացվում է շատ սիրուն տեսարան, շատ։ Բարի առավոտ։ Մեր հյուրանոցից մոտավորապես 27-30 կիլոմետր բարձրացանք ու հասանք Քարե լիճ։ Շատոյի կոնսերժ ծառայությունից դուք նույնպես կարող եք օգտվել, սիրելի տուրիստներ, որոշակի գումարի դիմաց մեքենայով ձեզ կբարձրացնեն այստեղ։ Տեսեք, 3000 մոտավորապես 200 մետր բարձրության վրա ենք գտնվում, կլիման այստեղ փոխվում է, սառը օդը հետը գրկա խառնվում է, բայց տենց թարմության շունչ կա, միանգամից արթնանում ես
ու շարունակում ես ճանապարհորդական երկրորդ օրդ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզ առանձնանում է իր գրավչությամբ, իր քարերով, իր աշխարհագրությամբ, իր կլիմայով, բնությամբ եւ ահա քարի լճում հայտնաբերեցինք վիշապաքար։ Ցլակերպ։ Ինչ վերաբերում է երեսառած արևին, մենք մեղավոր չենք, մեկ ծիգրակում է ամպերի արանքից, մեկ կորչում է, դրա համար կադրերը մերթ կարող են փոփոխվել։ Եվ այսպես, ցլակերպ վիշապաքար թվագրվում է 3-ից 2-րդ հազարամյակ մեր թվարկությունից առաջ։ Ինֆորմացիոն ստենդ ունենք, QR-ից նույնպես կարող եք օգտվել, հայտնաբերվել է 1924 թվականի օգոստոսի 12-ին Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից Արագածի քարակապ վայրում քարե լիճ տեղափոխվել է 1960-ական թվականների վերջին։ Ուսումնասիրենք մեր ցուլ գծիկ քարին։ Լսի, պատվանդան ունենք, հետո ուրեն ցլի կոտոշները, բարեմասնությունները, չկա։ Համենայն դեպս ձեր քարի լիճ այցելության ժամանակ աչքի անցկացրեք ու տեսեք մեր ցլակերպ վիշապաքարը։ Արագածի քարակերտ լանջերին, երկնքի ու երկրի սահմանագծին փայլփլվում է այս լուր ու խաղաղ հայլին, ինչի մեջ արտացոլվում են ամպերի պատկերները։ Այս բնապատկերը լեռան սրտի զարկերակից ծնված խորությունը, աչքերը չի հագենում, հասկանում ես, անverջ կարող ես նայել, թե ոնց են դանդաղ, step by step, այս մեգն ու մշուշը շրջում տարածքում։ Վարակույր է, հետո քիչ-քիչ բացվում է ու բարձունքները երևում են, ձնածածկ։ Որքան նայում ես այս տեսարաններին, այնքան հասկանում ես, որ այս լոկ լիճ չի, այս սառը ջրերը ունեն իրենց պատմությունները։ Ցավոք սրտի լեզու չունեն, որ մեզ պատմեն, բայց զգացնել տալիս է։ Յուրաքանչյուր այդ պատմությունները զգալու եք շնչով, հոգով ու ամենակարևորը սրտով, որտեղ այս ամենը գտնվում է ձեր սրտի հայրենիքում։ Այս ամենը ձերն է, այս ամենը քնքշանքով, հպարտությամբ պետք է պատմել, ցույց տալ աշխարհին։ Այս քարե լիճը Արագած լեռան ոչ թե մարմինն է, այլ սիրտը։ Սիրտ, որը երբեմն շղարշում է քեզ իր մեջ ու եթե հնարավորություն ունես բացվելու, ապա բացվիր։ Գոռա, բղավի, արտահայտչա միջոց կա է սեր խոստովանելու, սեր խոստովանի։ Ասա ինքդ քեզ, թե որքան ես սիրում քո հայրենիքը։ Այդ ավելի է էմոցիոնալ դաշտով քեզ մոտեցնում այս հողին, այս ջրին, այս բարձունքներին։ Սեր Հայաստան, կյանք պարգևող Հայաստան, երբեմն ցնորության հասցնող Հայաստան, բայց այնքան սրտամոտ ու այնքան քոնը։ Հետ դարձի ճանապարհին եկանք Ամբերդ, ողջունելու այս բացառիկ միջնադարյան կոթողին։ 7-րդ դարի շինություն է,
կամսարականների նստավայրն է եղել, հետո 10-րդ դարում արդեն պահլավունիների։ Ինֆորմացիայի հեղեղ կար համացանցում, իբր թե քանդում են, կոտրում են, ես չգիտեմ, ես մեկ-մյուս եւ այլն։ Մենք եկել ենք այս ամենը նկարահանենք, ցուցադրենք, որպեսզի առաջին ձեռքից ստանանք ինֆորմացիան։ Ահա, Ամբերտ ամրոցի վթարային հատվածների ամրակայման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ են տարվում։ Պատվիրատուն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է։ Դե ոնց ասում են, բարի երթ այս ազգանվեր գործին։ Կանցնի որոշակի ժամանակ եւ Ամբերտը արդեն առողջ հոգով ու սրտով կրկին ու նորից հազարավոր տուրիստներ կընդունի իր գիրկը։ More shine than a new rain slicker. Got more leg than a field goal kicker. Beats an epidemic, sick and getting sicker. The fever for the flavor make you shake and shiver. Ես մեկ-մեկ զարմանում եմ ինքս մեր վրա, ստեղծագործական կազմին է խոսքը վերաբերում Face Control-ի, որ կարողանում ենք պրպտել, պեղել, գտնել բացառիկ պատմամշակութային արժեքներ ու դրանք ներկայացնել ձեր ուշադրությանը։ Ես հուսով եմ, որ Անտառուտ գյուղը կդառնա ձեր բյուրական այցելության ֆավորիտ վայրերից մեկը։ Նախ մեդիևալ շնչով է։ Տանիքները, տնակները, այգիները, մարդիկ առհասարակ ժպտուն աչքերով են։ Հայացքից հասկանում ես, որ այդ մարդը արդեն քեզ բարևում է ու ողջունում է։ Ինչ եմ ուզում ասել, համացանցում վարկածները շատ են։ Ոմանք հնարավոր է համապատասխանեն իրականությանը, ոմանք ոչ։ Բայց այն, որ վաղ քրիստոնեության շրջանում այս կառույցը կար, այդ ինձ թվում է փաստ է։ Եկեղեցին ամենայն հավանականությամբ հիմնվել է 5-րդ դարում։ Դա է վկայում խոյակը վաղ քրիստոնեության շրջանից 12-ից 13-րդ դարերում ստացել է ավելի ժամանակակից ծավալ, 19-րդ դարում արդեն պատերը ամրացվել են, ունեցել է փայտածածկ տանիք, հիմա 21-րդ դարում ունենք այն, ինչ ունենք։ Չկան պատերը, չկա տանիքը, չկան փայտերը, բայց կա հավատը։ Այդ հավատը շատ կարևոր ֆունդամենտ է։ Ու ես համոզված եմ, որ այս եկեղեցու կյանքը այսպես չի ավարտվելու։ Իդեպ անունը Սուրբ Աստվածածին։ Հասկացաք, չէ՞, որքան երկար ճանապարհ է անցել, որքան հարուստ կենսագրություն ունի այս եկեղեցին։ Հիմա հասկանանք ինչ ունենք։ Լսի, քարերի էքսպո է։ Փոքրիկ արանքներում խաչքարեր են, մեծ ծավալի քարեր էլ կան։ Հետո գալիս է Մկրտարան, այնտեղ նույնպես հայկական արձանագրություններ կան։ Ճիշտ է, եկեղեցին խոնարհված է, բայց Տեր Վրդանեսն ասեց, որ միջոցառումներ հազվադեպ, բայց կազմակերպվում են։ Մաքրության օրեր նույնպես կան։ Այն որ իմ ճամփորդական ցանկում անպայման ներառվելու է Անտառուտի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բերելու եմ այստեղ իմ հյուրերին, որովհետև տարածքը իսկապես էլ տրամադրում է քեզ առանձնանալ, խաղաղվել, անջատվել, որովհետև քո ուղեղում հազար ու մի հարց կա։ Իսկ երբ դու մտնում ես հոգևոր կառույց, անկախ նրանից տանիք կա, չկա, դու քեզ մի տեսակ վստահ ես զգում։ Այս հատվածից արդեն խորանն է, իդեպ շշմելու շատ գեղեցիկ խորան է։ Հայատար արձանագրությունները կամարների ներսում տեսնում եք։ Դարերի ընթացքում աղոթքներ են ու այս քարերը զուտ քարեր չեն, այս պատմությունը։ Պատմություն, ինչը մեզ կապում է մեր անցյալին, նենց որ այս ամենը նախ պետք է գնահատել, ճիշտ մատուցել, նոր հետո ժառանգել, որովհետև պատասխանատվության զգացումը շատ մեծ է։ Յուրաքանչյուր բառդ արտաբերած պետք է այնքան կոկիկ լինի, այնքան անաղարտ լինի, որ կպնի հեռուստադիտողի հոգում, ինչը կստիպի տանից դուրս գալ ու շրջել Հայաստանով, քայլել Հայաստանով, բացահայտել Հայաստանը, որովհետև մեր երկիրը ապրեցնող է, շունչ տվող է։
Սիրելի հեռուստադիտող եւ տուրիստ, մեր երկրորդ ճանապարհորդական օրը բյուրականում որոշեցինք եզրափակել հանդարտում։ Այստեղ բացօթյա ներկայացումների լայն տեսականի կա։ Ինչ եք ուզում։ Սպիտակ արևներ, ցանկապատ, ալպիական մանուշակ, նռնենի, լուրջ կուզեք նռնենի։ Գնացինք։ Լավ, բայց լավս է, զարգամի գնացի գոլկս էսնում է, երբեք այլևս չի, վերջ, ես գնացի։ Ինչա։ Այս բացօթյան ներկայացումը շատ յուրահատուկ բան ունի, այ ազատության, արվեստի ազատության մեջ ոչ մի պատեր չկա, ճնշող ոչ մի բան չկա, ու հանդիսատեսը բաց, բնություն, հողեր շփվել, այդ էներգիան այնքան ճիշտ է, այնքան էներգետիկ է, ուղիղ գտնում է հանդիսատեսի սրտին, որտեղ մաքուր է, անկեղծ է, դերասանություն չկա, այն ինչ կա դու դա տալիս ես։ Դերասանությունը մենակ այդ վարպետությունն է, որով դու խաղում ես այդ քո կերպարը ու փորձում ես անմիջական հասցնել այդ էմոցիաները, այդ զգացողությունը հանդիսատեսի։ Սա է։ Բառը չեմ կարող ասել, սա ներկայացում չի, սա ժամանց չի, սա մի ուրիշ բան է, 2 ժամ է տևում ինչ որ մի բան այս աշխարհում, այս հայոց լեռնաշխարհում, մեզ շատ է օգնում բնությունը, ու մենք դա վերցնում ենք, փոխանցում ենք հանդիսատեսին։ Սրա անունը ինչ է, ես չգիտեմ, բայց շատ կարճ ժամանակում 30-ից ավել ներկայացումներ լեփ-լեցուն դահլիճներով ինչ որ բանի մասին խոսում եմ։ Ոնց բացատրել, չեմ էլ կարող բացատրել, թե ինչ ես զգում այս բաց դաշտի մեջ խաղալու ժամանակ, դա մի ուրիշ հաճույք է, մի ուրիշ էներգետիկա է, որը որևէ ուրիշ թատրոնում եւ ուրիշ բեմում չկա։ Իդեպ ես սրանից առաջ նաեւ խաղացել եմ բացօթյա ներկայացում, Վառնայում փառատոն էր, ես մոնո ներկայացումով այնտեղ հանդես էի գալիս, ինձ համար ձիգի էր այդ ամենը, խորթ էր, հա, վայրի էր այդ բաց բան, բնություն չէր, այնտեղ թանգարանի բակում էին սարքել։ Բայց սա բոլորովին ուրիշ բան է, որովհետեւ այստեղ հենց բնության մեջ ես ու դու ես ու բնությունը, կռիվ ես տալիս եւ խաղում ես բնության հետ, մի խոսքով։ Ես ես ասեմ, Տիգրան Գիլումյանը մի հրաշալի անձնավորություն է, ես չէի պատկերացնում երբևիցե, ես իրան ճանաչում էի, որ նա կարող է այսպիսի ուժ ունենա, այս հնարավորությունը ստեղծել, ոչ մեկը չէր կարող։ Ես ապշել եմ, ասում լավ, ոնց ես դու ստեղծել եւ ընդամենը 2 տարում ստեղծել այս հրաշք այգին։ Այս հրաշք բաց տարածության մեջ այսպիսի թատրոն, ես թատրոն եմ կոչում սա։ Սա ճիշտ ասած այսօր ժամանակակից կյանքում ես համարում եմ, որ սա ավելի ճիշտ թատրոն է։ Այստեղ դերասանները ազատության մեջ են։ Ես չեմ ուզում Քավլիցի որևէ թատրոնին ինչ-որ ձևով անուն դնեմ, բայց այստեղ խաղալուց հետո ես համարում եմ բանտարկված թատրոնում։ Հավատում եք, այն դերասանները, որոնք ուզեն ցանկություն ունեն ազատ տարածքի, ազատ բխման, ազատ արտահայտելու, թե դրամատիկ դերերում եւ թե կոմեդիայում, դա այստեղ ամեն ձևով հնարավոր է ստեղծել ու խաղալ եւ ինչ հրաշք, այս հրաշք այգում հրաշք հանդիսատեսներ են համարվում ինձ համար նրանք։ Դուք չեք պատկերացնում ինչ հաճույք է ստանում եւ հետո ինչ խանդավառությամբ, ինչ հիացմունքով են խոսում եւ Տիգրան Գիլումյանի մասին, եւ մեր մասին, եւ ներկայացման մասին, եւ բոլոր ներկայացումները, որտեղ ունեն եւ խաղի այգի, եւ բարեկենթան, եւ ունեն ցանկապատ, նռնենին, մի 6 ներկայացում կա, 6-7 ներկայացում, որը ուղղակի լցվում են ժողովուրդը եւ մեծ հաճույք են ստանում։ Դա մեզ համար երջանկություն է։ Ամեն մի դերասանի համար սա գտած թատերական երջանկություն համարեմ։